Ինչ կլինի, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Ուկրաինան զինել։ Կարկամում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, երբ լրագրողները տալիս են այս հարցը։ Եկեք պատկերացնենք, բանակցությունները տապալվել են, պատերազմը շարունակվում է, եւ նահանգները դադարեցրել է ռազմական աջակցությունը։ Դուք ունեք պլան B։ Well, I do not. No, I don't think. Դե չէ, չունեմ, բայց չեմ կարծում, որ պետք է մտածենք պլան B-ի մասին, որովհետև Միացյալ Նահանգները շատ հետևողական է Ուկրաինային իր աջակցությունում։ What US told us is we want to supply. The countries have Թրամփը հերքում է, թե ԱՄՆ-ն փող է ծախսում Ուկրաինայի վրա։ the United States we have Երեք Սպիտակ տանը նահանգների ղեկավարը հայտարարել է, որ մի ցենտ էլ չի ծախսում Կիևի վրա։ Ինքը զենքը վաճառում է ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ն էլ վարվում է դրա հետ այնպես, ինչպես ուզում է։ Հիմա մեզ չեն թալանում, ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ժամանակ էին անում, ասել է Թրամփը։ do it, otherwise we won't. Քանի դեռ Հյուսիսատլանտյան դաշինքը հետևողականորեն զենք է, որ տալիս է Կիևին, ռազմաճակատում լարվածությունը չի թուլանում։ Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 75 անօդաչու թռչող սարք։ Ըստ Դաշնության պաշտպանության նախարարության, ուկրաինական ԱԹՍ-ները ընկել են Ռոստովում, Բելգորոդում, Վորոնեժում, Կրասնոդարում, նաև Սև և Ազովի ծովերի տարածքներում։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ անցած գիշեր ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, 6 մարդ է վիրավորվել։ Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ քաղաքի որոշ շրջաններ առանց էլեկտրաէներգիայի են մնացել։ Ռուսական բանակը առաջ է շարժվում Զապորոժիեի ուղղությամբ։ Երեկ արդեն Չերվոնոյե բնակավայրում էին բարձրացրել ռուսական եռագույնը։ Այս բնակավայրի համար մարտերի ընթացքում 235 ուկրաինացի զինծառայող է զոհվել։ Տանկեր, զրահամեքենաներ են մոխրացել։ Ռուսաստանը ցանկացած դեպքում ռազմական կամ այլ տարբերակով կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան։ Երեկ հայտարարել է Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։